Համացանցում տեղեկություններ տարածվել, որ Ուկրաինայից պղպեղով բեռնված բեռնատարները հետ են վերադարձել։ Չէ, ով ասում, հետո ասում, որ նման տեղի։ Այդ շատ բան տարան դրեն, որ իմ հետ կապ հաստատեն ու ես եմ ասում, որ ձեր ընկերության մասին է խոսքը։ Ռոկբերի ընկերության սեփականատիրոջ զայրացած արձագանքն է համացանցում տարածվող կեղծ լուրերին, թե իբր իրենց բեռնատարները Ուկրաինան հետ է ուղարկել։ Երեկվանից հայկական լրատվամիջոցներից մեկն այդպիսի տեղեկություն է տարածում առանց փաստերի վստահեցնելով, թե Կիևը չի ընդունել Հայաստանից ուղարկված պղպեղով բեռնատարները։ Զելենսկին չփրկեց Նիկոլ Փաշինյանին։ Հայկական արտադրանքը հետ է վերադարձրել Ուկրաինան։ Սակայն ոչ հետ եկող բեռնատարներից կադրեր կան, ոչ էլ նշվում է ընկերության տնտեսվարողի անուն։ Եվ միայն ՍԱՏՄ-ի հերքմանն ի պատասխան լրատվամիջոցի ներկայացուցիչը տեսչականի խոսնակին խնդրում է կապ հաստատել Ռոկբերի ընկերության հետ։ Ընկերության սեփականատերը զայրացած է, զարմացած, մեզնից է ճշտումներ անում։ Վերադարձված բեռներ չունենք, վերադառնալը որտեղից է վերադարձել, ինչ է վերադարձել։ Իբր խնդիր է առաջացել եւ արգելվել է մուտքը ու հետ են ուղարկվել բեռնատարները։ Ասել է Ուկրաինա, հա, ճիշտ եմ ասում։ Սահմանային ստուգում է անցել, խնդիր է հայտնաբերվել պղպեղներում եւ կրկին բեռնատարները հետ են եկել։ Ուրեմն մենք ուղարկել ենք այն ինչ որ հասել է հարցեատիրոջը, ոչինչ չի վերադարձել, ընդունվել է նորմալ, մի քանի մեքենա հիմա արդեն Ուկրաինայի տարածքում են եւ մի քանիսն էլ ճանապարհին են։ Այսինքն նոր խմբականակել է գնում։ Երեք ենք ուղարկել, հիմա մեր սահմանին է։ Խոսքն ընդհանուր դեռ 4 բեռնատարի մասին է, Ուկրաինա առաջին անգամ են արտահանում։ Մինչև այդ մենք ժամանակին բանակցել ենք բան, բայց ունեցել ենք պայմանագրեր, բայց չենք ուղարկել։ Հա, միայն Ռուսաստանն է ուղղությունը։ Պղպեղի համար այո։ Նման դեպք մենք չենք արձանագրել, որ երրորդ երկիր արտահանված Հայաստանի Հանրապետության որևէ բեռի մեջ անհամապատասխանություն է հայտնաբերվել եւ եթե վերադարձել Հայաստանի Հանրապետություն։ Ոչ Ուկրաինայից, ոչ էլ որևէ այլ երկրից, ոչ պղպեղ, ոչ ծաղիկ հետ չի վերադարձել այս ընթացքում, վերահաստատում են ՍԱՏՄ-ից։ Նման դեպքերում տեսչական մարմինը պետք է նաեւ ծանուցումներ ստանա, օրինակ Ուկրաինայից։ Նման ծանուցում չենք ստացել Ուկրաինայի Հանրապետության իրավասու մարմնի կողմից, նաև մենք կապ ենք հաստատել արտահանողների հետ, նրանք նույնպես հերքել են այդ տեղեկատվությունը։ Հայաստանից արտահանվող ոչ մի բուսական բեռ սահմանը չի հատում առանց լաբորատոր ստուգման։ Սահմանային պետական վերահսկողության համակարգման բաժնի պետի տեղակալը մանրամասնում է, յուրաքանչյուր խմբականակ նախ զննվում, նմուշարվում ու փորձաքննության է ենթարկվում, իսկ բուսասանիտարական սերտիֆիկատ տրվում է միայն պահանջներին համապատասխանելու դեպքում։ Մեր համար շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունից արտահանվող բեռների յուրաքանչյուր խմբականակ համապատասխանի ներմուծվող պետության պահանջներին։ Տեսչական մարմնից նշում են, վերջին օրերին Ռուսաստանի կողմից ստեղծված իրավիճակն աննախադեպ է, քանի որ նման բան չէր եղել, որ ամբողջությամբ սահմանափակում կիրառվեր հայկական բեռների նկատմամբ, այլ եզակի դեպքեր եղել էր, որ որոշ արտադրողների արտադրանքների նկատմամբ կիրառվել էր։ Դրա համար մեր բիզնեսի համար էլ է նոր իրավիճակը։ Բայց շատ արագ նոր ուղղություններում դիրքավորվում են։ Ընդամենը շուրջ 10 օր է, որ ամբողջությամբ փակ է դեպի Ռուսաստան ուղղությունը, բայց մոտ 10 այլ ուղղություններով ակտիվ արտահանումներ արդեն անում են։ Հայկական միրգն ու բանջարեղենն այս օրերին ավելի ու ավելի հաճախ են ճանապարհ ընկնում դեպի Եվրոպա։ Եթե մենք համեմատում ենք 2025 թվականի հունիսի տվյալները ներկայիս տվյալների հետ, մի քանի անգամ ավելացել է Հայաստանի Հանրապետությունից ոչ ԵՏՄ անդամ երկրներ բեռների արտահանման ծավալները, հիմնական ուղղություններն են ԵՄ անդամ յետությունները, Վրաստան, Ուկրաինա, Ուզբեկստան եւ այլ երկրներ։ Օրինակ երկրներ կա, որ ապրանքներ ենք արտանում, որը նախորդ տարի չենք արտանել, նույն ծաղիկ եւ պղպեղ մենք Ուկրաինա չենք արտանել նախորդ տարի, բայց այս տարի արտահանում ենք։ Թե 2025 թվականին շատ չնչին քանակություն արտահանվել Հայաստանից ծաղիկ ԵՄ-ի, ներկայումս մոտ 200,000 հատից ավել արդեն ծաղիկ ենք մենք արտահանել ԵՄ անդամ պետություններ։ Այդ հունիս ամսվա տվյալներն եմ ես ասում։ Շատ արտահանողներ են այս օրերին զանգում ՍԱՏՄ խորհրդատվության աջակցության համար, հատկապես հետաքրքրված են Բուլղարիայի, Ռումինիայի եւ Իսպանիայի շուկաներով։ Ըստ տեսչական մարմնի առաջիկայում այս ուղղություններով եւս արտահանման ծավալների ավելացում են սպասում։ Բայց մինչև այդ ակտիվ ավելանում են այս տեսանյութի դիտումներն ու տարածումները։ Չնայած բոլոր հերքումներին, այն շարունակում է լինել հարթակում։ Իրինամ Գրչյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։